Հասանք Ղևդացոց կրկին 25-րդ գլխուն խոստացված երկրին օրենքներուն մասին։ Առաջին երկու համարները կբարունագեն շաբաթ օրը, նկարագրելով զայն որպես մարդուն եւ երկրին համար։ Գհիշեք, երբ Հիսուսը ասավ, որ շաբաթը ստեղծված էր մարդուն համար, երբ ամփարիսեցներուն հետ խոսեցավ սորենի հադիկներ ուտելու մասին շաբաթ օրը։ Հիսուս կհետևեր Ղևդացոց կրկին մեջ դրված Աստծո որոշումին։ Բայց այս կրկին մեջ կնշե, որ 7-րդ դարին հանգստություն է երկրին, քանի որ շաբաթ օրը փառացիորեն կնշանակե հանգստություն ընել։ Երեկեն 4 համարներուն մեջ Աստված կնշե իր ծրագիրը, թույլ տալով, որ երկիրը 7-րդ դարին չմշակվի։ Այսինքն արիտ տալ անոր հանգստանալու, ինքզինք վերագանքնելու, որբեսի ետքը ժողովուրդը նորեն աշխատի անոր վրա։ Ինչպես մարդը, այնպես ալ հողը գհոգնի եւ հանգիստի գարիք ունի։ Այդ ցույց կուտա, թե ինչ բարի այքեբան եւ հողակորձ մնե մեր դերը, քանի որ այս հողակորձական լավ քայլ մնե։ 5-ն 7 համարներուն մեջ կտեսնենք, թե ինչպես Աստված կմտածե ամեն բանի մասին, ապահովելով ժողովրդին ֆիզիկական գարիքները երկրի հանգստության ընթացքին։ Հողը այդքան արդյունաբեր էր, որ ցանելու գարիք չկար։ Եվ դակավին բավարար փերք կար սեփականադիրոջ, անոր ընտանիքին, ծառաներուն եւ օդարականին գարիքները հոգալու համար։ Բայց այս ընթացքին Աստված թույլ տվավ, որ աղքատները մտնեն եւ ստանան այնինչ որ գուզեն եւ գարիքը ունին ուտելու։ Գտեսնենք, մեր Աստվածը ամեն բան կմտածե իր բոլոր զավակներուն հոգ տանելու համար։ 8-րդ համարին մեջ Աստված կսահմանե Հոփելյանի դարին, որ 50-րդ դարին է։ Այս 49 տարի ետք մեկ տարվա նշանն է, որ 7 անգամ 7-րդ դարին կամ շաբաթօրյագին։ Ամբողջ շաբաթօրյա գարույցի կակատը կավության օրն է եւ 9-րդ համարը կնկարագրե, թե ինչու։ Առաջին հերթին այդ մովսեսական տնտեսության ամենասպասված եւ ուրախ ժամանակաշրջանն էր, եւ փողը պետք էր հնչեր 7-րդ ամսվա 10-րդ օրը, որբեսի լսվեր թանեն մինչև Փերսափե։ Կգործեմ այդ կնշանակե, որ յուրաքանչյուր բնակված տարածք միևնույն ժամանակ կհնչեցնեին խոյին փողը Հոփելյան դարին սկսելու համար։ Հոփելյան դարին հadouk էր բազմաթիվ պատճառներով։ Մեկ պատճառը, ինչպես նկարագրված է 10-րդ համարին մեջ, գրավված հողը պիտի վերադառնա փուն սեփականադիրոջ։ Ահա թե ինչպես Աստված պաշտպանեց հողը, որ հավիտենապես չգործվի իր սկիզբի եւ փուն սեփականադիրոջմեն։ Չէիր գրնար մարդուն հողը խլել մշտապես, միայն մինչև 50 տարի ժամկետով, եւ երբ կար այդ Հոփելյան դարին, այն կվերադարձվեր իր դերոջ կամ անոր սերունդներուն։ Նույնը կվերապերի ստրուկության մեջ գտնվող մարդուն։ Եթե ան ինքզինք ծախեր ստրուկության, ապա Հոփելյան դարին դուրս պիտի գար ստրուկութենեն։ Այսպիսով Աստված նախապատրաստություն գնե երկրին եւ մարդոց բրգակորձության։ Հոփելյան դարին հնչող փողը ազատության ցնցալի ցայն էր։ Սեփականությունը կվերադարձվեր, գաբանքները կքակվեին։ Նույնն է այսօր։ Փող հնչեցուցեք, Քրիստոս մեզ ազատեց մեղքեն։ 25-րդ համարի մեջ կսորվինք, թե ինչպես կարելի է ստացվածքը վերականգնել։ Այդ կգոչվի քինսման ասկագանի քավիչի օրենքը։ Երբ մարդը գործընծներ իր ստացվածքը, հարուստ ասկագանը գրնար վերականգնել զայն իրեն։ Նույնը կվերապերի ծառային։ 35-րդ համարի մեջ կսե, եթե քու եղբայրդ ինքզինք ծախե որպես ծառա, ապա Հոփելյան դարին ան ազատ պիտի արձակվի։ Այս հարուստ ասկագանը գրնակալ եւ բրգակննել թե ստացվածքը եւ թե անձը։ Բայց ես թուն ունինք հարուստ մեկը, քավիչ Քրիստոսը։ Ան հարուստ է, բայց ան աղքատացավ, որովհետև ան թափեց իր թանկագին արյունը, որովհետև մենք բրգվենք։ Եվ ան օրմը պիտի բրգե այս երկիրը։ Ան արդեն վճարած է ադորքինը, եւ այն օրմը պիտի հանձնվի իրեն, եւ այդ իրեն կպատկանի։ Սիրելիս, Եբրայեցիս 4:9 մեջ Աստված կհիշեցնե մեզի, որ առնենք
բրգակինի հանգիստը։ Արդյոք թուն գարնես այն, որ վայլես հանգիստը Աստծո ներկայության մեջ։